Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Աղվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Արդեն իսկ տեղադրված են օգոստոս ամսվա կանխատեսումները եւ եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր 1 ժամից ավել տևողություն ունեցող վիդեոն, որտեղ ես մանրամասն վերլուծում եմ օգոստոս ամսվա աստղաբանությունը, այսինքն մուրակային շարժերն են վերլուծում, նաեւ գիտեք, որ օգոստոսին բացվելու է, փակվելու է խավարումների ամառային միջանցքը օգոստոսի 12-ից 28, այնպես որ շատ կարևոր տեղեկատվություն է հաղորդում այդ վիդեոյում եւ անպայման, եթե չեք դիտել անպայման դիտեք, նաեւ համեցեք խորհրդատվության, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ ձեր բազմաթիվ խնդրանքներով շարունակվում է 50%-անոց աննախադեպ զեղչերը, ինչպես իմ օնլայն խորհրդատվության համար, այնպես էլ մոգական ծառայությունների համար այս բարդ, հակասական եւ ճակատագրական շրջանում իհարկե ես գիտակցում եմ, որ ձեզ անհրաժեշտ է օգնություն եւ գրեթե ամեն օր, բացի այդ զեղչերից, իհարկե եթե ուզում եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակի եւ արագ արդյունքով օգնություն, ապա դիմեք ինձ, որպեսզի ես շտկեմ ձեր կյանքում առկա խնդիրները, բայց եթե այնուամենայնիվ ցանկանում եք ինքնուրույն դա անել, կարող եք անել դա բաժանորդագրվելով իմ երկրորդ մոգական էքսկլյուզիվ անկրկնելի աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, որտեղ գրեթե ամեն օր լույս են տեսնում նոր արարողակարգեր, հմախոսություններ, զանազան հնարքներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել շատ ավելի երջանիկ, բարեկեցիկ եւ ներդաշնակ կյանքով։ Եվ սիրելի բարեկամներ, ավանդաբար ես ամեն շաբաթ ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ նաեւ վիդեոյի վերջում ներկայացնում եմ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքներից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ շարունակվում են զեղչերը 50%-անոց ողջ օգոստոսի ընթացքում 50% զեղչը շարունակվում է իմ օնլայն խորհրդատվության համար, նաև մոգական բոլոր ծառայությունների համար, ինչպես ճակատագրի շտկման, մաքրումներ, չգիտեմ, տարբեր բարդ կենսական իրավիճակների փոփոխություններ եւ այլն եւ այլն։ Եվ մինչ բուն թեմային անցնելը, մինչ ներկայացնեմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույց, այսինքն օգոստոսի 3-ից 9 ընկած ժամանակահատվածի կանխատեսումները, նախ ասեմ, որ հենց այսօր, երբ այս պահին, երբ ես տեսագրում եմ այս վիդեոն օգոստոսի 2-ին, վաղ առավոտից սկսել է իր աշխատանքները 9-րդ գումարման ազգային ժողովը, սիրելի բարեկամներ, եւ ինչպես միշտ ավանդաբար ես կազմել եմ այս նորընտիր ազգային ժողովի աստղաբանական քարտեզը, հաշվի առնելով նրա անդրանիկ նիստի սկզբի պահը, այսինքն օգոստոսի 2-ին ժամը 9-ին Երևանի ժամանակով։ Եվ ինչ ենք մենք այստեղ տեսնում, բավականին բարդ պատկեր է, ճիշտ է, ծագող Վեներան որոշակի հույսեր է ներշնչում, որ այս 9-րդ գումարման ազգային ժողովը մի փոքր ավելի ներդաշնակ տոնայնությամբ կանցնի համեմատած նախորդ ազգային ժողովների, բայց այնուամենայնիվ պետք է ասել, որ բավականին բարդ եւ օրհասական ժամանակներում է գործելու այս ազգային ժողովը եւ դա արտացոլված է նրա աստղաբանական քարտեզում, այսպես աստղաբանական քարտեզում արկա է մեծ քառակուսի
Քարակուսի կամ մեծ խաչ, որը մեծ դժվարությունների, մեծ դժբախտությունների եւ մեծ խոչընդոտների խորհրդանիշն է ավանդաբար աստղաբանության մեջ։ Լուրջ աստղաբանները ուշադրություն են դարձնում այսպիսի մուրակային փոխհարաբերություններին։ Ինչպիսին է այդ խաչը։ Անհատական մոլորակներից է բաղկացած, նախ Վեներա մոլորակը, որը ծագում է եւ գտնվում է առաջի տանը եւ բարենպաստ հանգամանքը այն է, որ նա գտնվում է Հայաստանի 3-րդ հանրապետության, այսինքն սեպտեմբերի 1-ի 1991 թվականի այդ քարտեզի արեգակի հետ միացած։ Վեներան 25 աստիճան կույս կենդանակերպում է եւ այստեղ այդ խաչի մեջ այդ մեծ չարաբաստիկ, դժնդակ, վտանգավոր քառակուսու մեջ մտնում է նաև Մարսը 23 աստիճան երկվորյակներում է, նաև Սև լուսինը, հիշեցնեմ, որ Սև լուսինը շարունակում է իր ընթացքը աղեղնավոր կենդանակերպով եւ այս պահին գտնվում է 25 աստիճան աղեղնավորում ճշգրիտ քառակուսի կազմելով այս ազգային ժողովի 9-րդ գումարման Վեներայի հետ։ Եվ քառակուսու վերջին 4-րդ կողմը կազմում է լուսինը, որը հայտնվել է 21 աստիճան ձկներում եւ գտնվում է այսպես անամոթության աստիճանում, ու անամոթության աստիճանը դա շատ վատ աստիճան է, իհարկե անհարգալից վերաբերմունք է նշանակում, անպատկառ վերաբերմունք է նշանակում եւ ընդհանրապես հատկապես կանանց կողմից ինչ որ շատ վուլգար պահվածք է նշանակում, դե լուսինը խորհրդանշում է կանանց։ Բացի դրանից լուսինը խորհրդանշում է նաև ժողովուրդը մոնդան աստղաբանության մեջ եւ այստեղ լուսինը հայտնվում է 7-րդ աստղատանը։ Սա նշանակում է, թե դա աստղատունը դա մրցակիցների նաև բաց թշնամիների, ակնհայտ թշնամիների մասին է խոսում, այսինքն ժողովուրդը մշտապես կամ ավելի ճիշտ կարելի ասել պարբերաբար ընդվզելու է այս ազգային ժողովի որոշումների դեմ։ Պարբերաբար դա տեղի ունենալու, հատկապես այս ազգային ժողովի երկրորդ եւ չորրորդ տարիների ընթացքում, գործունեության երկրորդ եւ չորրորդ տարիների ընթացքում։ Դա ինչից եմ ես գալիս այդ եզրակացության, որովհետև նախ մինչ լուսինը հասնի հստակ քառակուսու Մարս մոլորակի հետ, որը գտնվում է երկորյակներում, անցնելու է 2 տարի, մինչ Մարսը հասնի Սև լուսնի հետ հստակ դիմակայության, անցնելու է 2 տարի, եւ նաեւ մինչ ուրեմն Մարսը հասնի հստակ քառակուսու Վեներայի հետ, սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ, նույնպես անցնում է 2 տարի։ Եվ նաև 4 տարի, ինչու, որովհետև մինչ լուսինը եւ Վեներան հստակ դիմակայության մեջ մտնեն, կանցնի 4 տարի։ Այսինքն շատ կարևոր, շատ այսպես օրհասական տարեթվերն են 28 թիվը, եւ եթե գումարենք 26-ին 4 եւ 30 թիվը։ Ահա այս տարիները ամենաճակատագրական, ամենավտանգավոր եւ օրհասականը կլինեն 9-րդ գումարման ազգային ժողովի համար։ Նո այստեղ Մարսը ինչու՞մն է խնդիրը, նաեւ Մարսը զբաղեցնում է 10-րդ աստղային դաշտը։ Մարսը ոչ միայն երկորյակներում է, այլ նաեւ 10-րդ աստղատանն է գտնվում, եւ սա նշանակում է, որ ընդհանրապես ավանդական աստղաբանության մեջ, երբ Մարսը գրավում է 10-րդ աստղատունը, դա նշանակում է, որ ցանկացած նպատակի այս եթե դա լիներ անձնավորություն, ես կասեի այս մարդը, եթե ծնված լիներ այդ պահին, այս մարդը կարող է հասնել իր ցանկացած յուրաքանչյուր նպատակի իրագործմանը, ինչ ուզում է լինի, ուզում է կռվով, ուզում է դավով, ուզում է պատերազմով, ուզում է, չգիտեմ, սպանություններով, ահա հասնելու է։ Եվ պատահական չէ, որ հենց այս օրն ու ժամը ընտրված են այս 9-րդ գումարման ազգային ժողովի մեկնարկի համար։ Այստեղ նաև շատ վտանգավոր հանգամանք եմ տեսնում, նախ մարող լուսնային հանգույցը, մեկ վայրկյան ես միացնեմ կոմպյուտերը, որովհետև արդեն 2 րոպեից նա կանջատվի, որպեսզի չանջատվի։
Այստեղ հարավային լուսնային հանգույցը, որը խորհրդանշում է կորուստներ, գտնվում է 12-րդ տան, այսինքն դա նշանակում է, որ շատ վտանգավոր գաղտնի թշնամիներ, նաև բացահայտ, ակնհայտ շատ խաբեբա եւ շատ մանիպուլյատոր եւ շատ այսպես քծող, Նեպտունը 7-րդ տանն է գտնվում այս ազգային ժողովի 7-րդ աստղային քարտեզում Նեպտունը զբաղեցնում է 7-րդ տունից Նեպտունը դա մանիպուլյացիայի, խաբեության, կեղծ տեղեկատվության մուրակն է եւ ահա նա զբաղեցնում է 7-րդ աստղատունը։ Սատուրնը նույնպես 8-րդ աստղատանն է, որը նշանակում է խորը տնտեսական ճգնաժամ, այսինքն այս ազգային ժողովի գործունեությունը ընթանալու է խորը ֆինանսական ճգնաժամի եւ զանազան այսպես ֆինանսական այսպես տատանումների ֆոնի վրա, այսինքն փոխարժեքների տատանումներ են լինելու են զանազան ինչ-որ կենսական խնդիրներ են առաջանալու, կանգնելու, վերխոյանալու Հայաստանի Հանրապետության առջև եւ այս խորհրդարանը այսպես շատ կամահրական ձևով որևիցե ձևով չի նպաստելու իհարկե մարդկանց, չի օգնելու մարդկանց, որտեղ այստեղ արևը Յուպիտերի հետ է առյուծ կենթանակերպում մեծամիտ քթերը ցցած մինչև տիեզերքը նրանք շարունակելու են այն ինչ որ ըստ էության անում էին նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովում նույն զարգացումներն են տեղի ունենալու այստեղ Մարսը շատ վնասված է սիրելի բարեկամներ Մարսը ըստ էության կարելի ասել խոցված է, այսինքն բոլոր մոլորակները բացական փոխհարաբերություններ են կազմում Մարս մոլորակի հետ, որը խիստ անբարենպաստ է այն տեսանկյունից, որ գոյություն ունի կենտրոնական շատ այսպես բիրտ եւ ավտորիտար բռնակալական իշխանություն, որը խորհրդանշում է Մարսը 10-րդ տանը, եւ նա հանուն իր նպատակների, հանուն իր ծրագրերի իրականացման պատրաստ է լինելու ամեն ինչ, այսինքն անգամ գլուխներով են անցնելու այս անգամ շատ ագրեսիվ ճիշտ է այդ ամենը քողարկվելու է ներդաշնակությամբ քողարկվելու է ինչ որ դրական ինչ որ որոշումներով կանանց իրավունքներն են պաշտպանելու չգիտեմ ինչ որ sense հումանիտար երեխաների իրավունքներ հումանիտար էսպես ինչ որ ձևական օրենքներ են ընդունելու բայց հնարավոր է նաև վիզաների ազատականացման հասնեն Եվրամիության հետ, դա 2 տարուց ամենայն հավանականությամբ կլինի, այստեղ Ուրանը 9-րդ աստղատանն է, որը եւ հենց դրա մասին է խոսում, որ վիզաները այնուամենայնիվ կհաջողվի ազատականացնել։ Բայց ընդհանուր առմամբ երկրի խնդիրները եւ հարցերը այս ազգային ժողովը ընդհանրապես լուծելու որևիցե ձգտում եւ նպատակ չունի։ Այլ նա փորձելով այսպես ինչ որ պայմանավորվել, այսպես քիրվական եղանակներով, փորձելով այնպես կամ այնպես պայմանավորվել այս կամ այն ուժային կենտրոնների հետ ձգտելու է հասնել իր նպատակներին եւ այսպես քողարկել մարդկանց աչքերի վրա թոս փչել ասելով որ ահա մենք մեր խոստումները կատարեցինք ահա այսպիսին է լինելու 9-րդ գումարման ազգային ժողովի ճակատագիրը սիրելի բարեկամներ թե ձեզ հետաքրքիր է իհարկե նաև գրեք մեկնաբանություններում ես ավելի մանրամասն կներկայացնեմ եւ նաև սպասում ենք հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում նույնպես շատ հետաքրքիր է անցած անգամ 2021 թվականին 8-րդ գումարման ազգային ժողովի մեկնարկից հետո, հենց գործունեության մեկնարկից հետո, գիտեք, որ այնպիսի օր նշանակվեց Նիկոլ Փաշինյանը վարչապետ, որ հնարավոր չլինի նրան այդ պաշտոնից հանել։ Այսինքն, երբ Լուսինը գտնվում էր ազատ ընթացքում, ես բազմից անդրադարձել եմ այդ փաստին, եւ տեսնենք այժմ ինչ օր ու ժամ կընտրեն, շատ հետաքրքիր է, եւ կարծում եմ նաեւ խորհրդանշական է, որ Լուսինը գտնվում է ձկներում այս 9-րդ ազգային
ժողովի աստղային քարտեզում, որը հենց Նիկոլ Փաշինյանի լուսնային վերադարձն է, որովհետև կա արեգակնային վերադարձ եւ կա լուսնային վերադարձ, երբ լուսնային վերադարձը դա ամեն ամիս է լինում, իսկ արեգակնայինը, գիտեք, դա ծննդյան օրվա մոտակայքում է լինում, դա կոչվում է սոլար եւ լունար, ահա Նիկոլ Փաշինյանի լունարի մոտակայքում է, որը նույնպես շատ խորհրդանշական է, հետաքրքիր է, որ նաեւ հունիսի 7-ի ընտրությունները նույնպես տեղի ունեցան այն ժամանակ, լուսին, այսինքն ըստ էության Նիկոլ Փաշինյանի լունարներ, լուսնային վերադարձներ, շատ խորհրդանշական, այսինքն դա նշանակում է, որ այլևս որևիցե կամք, որևիցե ինչ-որ նախաձեռնություն, օրենսդրական ինչ-որ ազատ գործունեություն այլևս չի լինելու այս ազգային ժողովում, որովհետև ամբողջությամբ այն ենթակա է լինելու մեր երկրի սուլթանին եւ տիրակալին Նիկոլ Փաշինյանին։ Այս դրա մասին է խոսում այս աստղային քարտեզը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, այսինքն օգոստոսի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Եվ այսպես, բավականին ներդաշնակ է սկսվում գալիք շաբաթը, շատ դրական եւ բարենպաստ օր է երկուշաբթին, օգոստոսի 3-ը։ Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը 0:36 րոպեին լուսինը մուտք կգործի Խոյ կենդանակերպ եւ արդեն 8:10 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ 4 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ հիշեցնեմ, որ շարժվում է այժմ հետընթաց եւ 4 աստիճան Խոյ կենդանակերպում լուսինը, այնուհետեւ լուսինը հերթականությամբ սկսում է փոխհարաբերության մեջ մտնել բոլոր բարձրագույն մոլորակների հետ, սիրելի բարեկամներ, 8:22 րոպեին նախ լուսինը կմիանա անորոշության, մոգության, նաև խաբեության մոլորակ Նեպտունին 4 աստիճան Խոյ կենդանակերպում, իսկ 9:55 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ։ 5 աստիճան երկվորյակներում Ուրանն է եւ 5 աստիճան Խոյ կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Եվ օրվա վերջը բավականին ներդաշնակ է, շատ ավելի բարենպաստ է եւ շատ ավելի ներդաշնակ է լինելու օգոստոսի 3-ի օրվա երկրորդ կեսը։ Արդեն 14:20 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ, որը արդեն գիտեք հունիսի վերջից, հունիսի 30-ից գտնվում է Արիուս կենդանակերպում 7 աստիճան Արիուսում գտնվում է Յուպիտեր եւ լուսինը նույնպես 7 աստիճան Խոյ կենդանակերպում։ Այստեղ նաև մենք ունենք օգոստոսի 3-ին Էկադաշի օր, որը որ ժամը ճշգրիտ 21:24 րոպե Երևանի ժամանակով արեգակը եւ լուսինը կձևավորեն գեղեցիկ եռանկյունի 11 աստիճան Խոյ կենդանակերպում լուսին եւ 11 աստիճան Առյուծում գտնվում է արեգակն։ Ու սա նշանակում է, որ օրվա երկրորդ կեսը համենայնդեպս կեսօրից հետո խիստ բարենպաստ է ինչ որ հանդիպումների, պայմանավորվածությունների դրական ընթացքով եւ ավարտով։ Եթե ցանկանում եք ինչ որ կարևոր բարերարների հետ հանդիպման, հովանավորների հետ շփման, դեպ Յուպիտերը մեծ երջանկության նաև բարերար մոլորակ է Յուպիտերը։ Նաև լուսինը իր ընթացքում գնում է լուսնի հետ եռանկյունուց դեպի արևի հետ եռանկյունի, որը նույնպես խիստ բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու, ներդաշնակություն հաստատելուն, ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերությունները կարգավորելու եւ զանազան դրական ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այնպես որ օգոստոսի 3-ը խիստ բարենպաստ օր է, հնարավոր է նաեւ ընտրվի վարչապետին նշանակելու համար, չգիտեմ, ենթադրում եմ։ Բայց ընդհանուր առմամբ շաբաթը բավականին լարված է անցնելու, ասեմ, որ բարձրագույն մոլորակների հետ լուսնի փոխհարաբերությունները նշանակում են նաև, որ համաշխարհային կառավարությունը ուժային կենտրոնները արդեն իսկ որոշումը կայացրել են պարզ հասարակ ժողովրդի հետ կապված եւ իհարկե մարդիկ դա կիմանան շատ ավելի ուշ եւ ոչ իրանց օգտին կլինի այդ որոշումներն ու նաեւ Իրան-ԱՄՆ այդ բախման
ճակատագիրը պարզ կլինի նաև օգոստոսի 3-ից։ Օգոստոսի 4-ին գիշերը, 3-ի լույս 4-ի գիշերը, Երևանի ժամանակով 3:21 րոպեին լուսինը կմիանա չարաբաստիկ Սատուրն մորակի հետ, որը նույնպես հետընթաց է այժմ եւ գտնվում է 14 աստիճան խոյ կենթանակերպում։ Նու սա նշանակում է բավականին մղձավանջային գիշեր է, հնարավոր է ինչ-որ երազներ, անհասկանալի երազներ, էմոցիոնալ լարվածություն այդ գիշերվա ընթացքում։ 18:16 րոպեին օգոստոսի 4-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ, որը 23 աստիճան խեցգետնում է գտնվում, իսկ 22:51 րոպեին լուսինը 6 անկյուն կկազմի Մարս մոլորակի հետ, ընդհանուր առմամբ պետք է ասել օգոստոսի 4-ը բարեխառն օր է եւ դժվար կլինի այդ օրը գտնել փոխհմբռնում, այսինքն մի փորձեք բարձել հարաբերությունները մարդկանց հետ։ Օգոստոսի ինչ վերաբերում է օգոստոսի 5-ին։ Օգոստոսի 5-ը խիստ լարված եւ բարենպաստ եւ անբարենպաստ օր է։ Տեսեք, հենց վաղ առավոտվանից 6:35 րոպեին լուսինը մուտք կգործի ցուլ կենթանակերպ։ Հա, ես մոռացա նաեւ ասել ազգային ժողովի հետ կապված, որ քանի որ այդ մեծ քառակուսին դժնդակ, որը չարիք է նշանակում, որի մասին ես խոսեցի, դա այնտեղ քանի որ մասնակցում է Սև լուսինի ֆիկտիվ մոլորակ է, ապա առավել լարված կլինեն հատկապես դեկտեմբեր ամիսները եւ եթե լուսինը վերցնենք նաեւ մարտ ամիսը, դեկտեմբեր եւ մարտ ամիսները այս ազգային ժողովի համար կլինեն կրիտիկական ամիսներ։ Նու իհարկե, եթե ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ, գրեք մեկնաբանությունում, ես առանձին տեսանյութ կնկարեմ։ Իսկ այժմ վերադառնանք օգոստոսի 5-ին։ Եվ արդեն լուսինը մոտ գործելով ցուլ կենթանակերպ սկսում է ձևավորել այդ քառակուսիները Պլուտոնի հետ։ Նախ 13:43 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն մոլորակի, չարաբաստիկ Պլուտոն, ավերիչ Պլուտոն մոլորակը գտնվում է 4 աստիճան ջրհոսում եւ 4 աստիճան ցուլ կենթանակերպում գտնվելու է լուսինը։ Իսկ 20:30 րոպեին լուսինը նույն լարված քառակուսին կառաջացնի նաեւ Յուպիտեր մոլորակի հետ, որը այժմ գտնվում է 7 աստիճան առուց կենթանակերպում եւ լուսինը 7 աստիճան ցլում է գտնվում։ Նու սա ինչ է նշանակում, որ ձևավորվում է այդ տաու քառակուսին այսպես կոչված, լարված եռանկյունի, Պլուտոն, լուսին, Յուպիտեր եւ Արև, նույնպես բավականին բարդ իրավիճակ է, հատկապես պարզ հասարակ ժողովրդի համար, վախերի մեջ են ապրում մարդիկ, անընդհատ հարձակումների են ենթարկվում, անընդհատ ինչ-որ բարդ իրավիճակներում են հայտնվում եւ ահա օգոստոսի 5-ը դրա ցայտուն դրսևորումը կլինի, նաեւ հնարավոր է այդ հակամարտությունների սրացում, այդ ռազմական բախումների սրացում լինի։ Այդ նույնը շարունակվելու նաեւ օգոստոսի 6-ին, վաղ առավոտյան օգոստոսի 6-ին 6:21 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաեւ Արեգակի հետ։ Ես ասեմ, սիրելի բարեկամներ, որ ողջ գալիք շաբաթվա ընթացքում լուսինը լինելու է մարող եւ այդ մարող լուսնի ընթացքում խիստ բարենպաստ է անցկացնել այնպիսի արարողակարգեր եւ հմահախոսություններ, որոնք միտված են մեր կյանքից բացասական ցանկացած երևույթ հեռացնելու եւ անցանկալի ինչ-որ իրավիճակներից ազատագրվելու համար։ Այնպես որ եթե ցանկանում եք ավելի մանրամասն, համեցեք խորհրդատվության կամ այցելեք Աստրոմագ եւ Թալիսմաններ իմ երկրորդ մոգական ալիքը։ Եվ կատարեք այդ արարողակարգերը։ Իհարկե, լարվածությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում օգոստոսի 6-ին 13 աստիճան առյուծում արևն է եւ 13 աստիճան ցլում լուսինն է եւ նրանք առաջացնելու են այդ լարված քառակուսին։ Եվ օրվա վերջում, սիրելի բարեկամներ, օգոստոսի 6-ին Երևանի ժամանակով 23:18 րոպեին սիրո եւ գեղեցկության մորակը Վեներան
մուտքը գործի կշեռ կենթանակերպ, որտեղ նա կմնա մինչև սեպտեմբերի 10-ը։ Իհարկե ավելի մանրամասն, թե ինչ է նշանակում Վեներան կշեռ կենթանակերպում, ես ներկայացրել եմ օգոստոս ամսվա կանխատեսումներում, անպայման դիտեք այդ վիդեոն, որպեսզի իմանաք ձեր անհատական կանխատեսումը։ Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասնություններ, համեցեք խորհրդատվության on-line խորհրդատվությունը, հիշեցնեմ, որ ամբողջ օգոստոսի ընթացքում 50% զեղչով է լինելու։ Բարեխառն օր է մեզ մոտ օգոստոսի 7-ը, օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը 3:24 րոպեին Երևանի ժամանակով լուսինը 6 անկյուն կառաջացնի նախ Մերկուրի մոլորակի հետ 26 աստիճան խեցգետնում Մերկուրին եւ 26 աստիճան արդեն ցուլ կենթանակերպում լուսինը, իսկ 10:07 րոպեին լուսինը օգոստոսի 7-ին մուտք կգործի երկորակներ կենթանակերպ։ Այստեղ 10:57 րոպեին նա գեղեցիկ 6 անկյուն կառաջացնի նախ Վեներայի հետ 0 աստիճան, կշեր 0 աստիճան երկորակներ, անուհետև 16:52 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Պլուտոն մոլորակի հետ 4 աստիճան երկորակներ ջրհոս եւ 17:06 րոպեին նաև 6 անկյուն Նեպտուն մոլորակի հետ, իսկ 18:51 րոպեին լուսինը կմիանա անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ 5 աստիճան երկորակներ։ Սա ինչ է նշանակում, սիրելի բարեկամներ, կրկին ուժային կենտրոնները այդ որոշումները կայացրեն, որ լուսինը փոխհարաբերության մեջ է մտնում բոլոր բարձրագույն մոլորակների հետ հերթականությամբ եւ արդեն այդ որոշումները կայացված են։ Ու երեկոյան 18:51-ի ժամը 7-ի մոտակայքում Երևանի ժամանակով ցանկալի չէ ինչ-որ կարևոր հանդիպումներ նշանակել, օգոստոսի 7-ի մասն է խոսքը, ինչ-որ կարևոր նախ ցանկալի չէ նաև հերու ճանապարհ գնալ, դեռ խնդիրներ կարող են առաջանալ ճանապարհին, խնդիրներ կարող են առաջանալ հեռահաղորդակցության հետ, կապի հետ, հոսանքի հետ, ճանապարհներին վթարներ եւ այլն եւ այլն։ Այնպես որ զգուշ եղեք օգոստոսի 7-ի երեկոյան։ Եվ օգոստոսի 8-ը մեզ մոտ դա ավանդաբար առյուծի դարպասների գագաթնակետն է օգոստոսի 8-ից 12-ը, երբ տիեզերական այսպիսի բացառիկ երևույթ է տեղի ունենում, գիտեք, որ Սիրիուսը արեգակի հետ միաժամանակ ծագում է եւ արևելքում տեսանելի են դառնում երկու աստղեր, արեգակը եւ Սիրիուսը, եւ այդ իսկ պատճառով բացառիկ այդ աստղաբանական երևույթի պատճառով այդ դարպասները ստացել են առյուծի դարպասներ անունը եւ բացառիկ մեծ հզոր էներգիա տիեզերական գալիս է եւ լցվում է երկրմոլորակի վրա, թե ինչ անել օգոստոսի 8-ին, ես կներկայացնեմ իմ Facebook-յան էջում, անպայման եթե չեք բաժանորդագրված եք, եթե չեք հետևում, անպայման հետևեք նաեւ Facebook-յան էջից, այնտեղ շատ հետաքրքիր ուրեմն տեղեկատվություն կա։ Նախ օգոստոսի 7-ի գիշերը, լույս 8-ի գիշերը 0:18 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ 6 անկյուն կկազմի մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ 8 աստիճան առյուծում Յուպիտերն եւ 8 աստիճան երկորյակներում լուսինն է։ Այնուհետև 10:30-ին նաեւ նույնպես լուսինը 6 անկյուն կառաջացնի չարաբաստիկ Սատուրն մոլորակի հետ 14 աստիճան խոր կենթանակերպում Սատուրնը եւ 14 աստիճան երկորյակներում լուսինն է։ Իսկ 12:30 րոպեին արդեն օգոստոսի 8-ին լուսինը գեղեցիկ 6 անկյուն կառաջացնի նաև արեգակի հետ 15 աստիճան երկորյակներում լուսինը եւ 15 աստիճան առյուծ կենթանակերպում զբաղեցնում է արեգակը։ Ընդհանուր առմամբ օրը բարենպաստ է օգոստոսի 8-ը, բոլոր մուրակային փոխհարաբերությունները լուսնի խիստ բարենպաստ են, խիստ այսպես ներդաշնակ են, այնպես որ շատ եւ շատ այսպես լավ է այդ օրը ինչ որ արարողակարգեր անցկացնել, երազանքներ պահել, անպայման կիրագործվի։ Եվ ի վերջո սիրելի բարեկամներ օգոստոսի 9-ը բարեխառն օր է, մի փոքր բարդ օր է 9:26 րոպեին Երևանի ժամանակով, օգոստոսի 9-ին լուսինը կմիանա Մարս մոլորակի հետ
եւ 28 աստիճան երկվորյակներում, իսկ 11:45 րոպեին լուսինը մութ կգործի Խեցգետին կենթանակերպ։ Այստեղ 16-11 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի նախ Վեներա հետ, 2 աստիճան կշերքում Վեներան է եւ 2 աստիճան Խեցգետնում լուսինի, 18-30 րոպեին քառակուսի կառաջացնի նաեւ Նեպտունի հետ, որը իհարկե լարված շրջան է, այսինքն օրվա երկրորդ կեսը խիստ լարված շրջան է լինելու, ապա տեղեկատվության, կանանց հետ ընդհանրապես միջանձնային փոխհարաբերություններում նկատվելու է լարվածություն։ Իսկ 20-28 րոպեին սիրելիներս Մերկուրին կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին, որը բավականին երկար ժամանակ հետընթաց էր հուլիս ամսվա ընթացքում, գիտեք, որ մութ կգործի վերջապես առյուծ կենթանակերպ եւ այնտեղ նա կմնա մինչեւ օգոստոսի 25-ը։ Ահա այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում օգոստոսի առաջի շաբաթվա ընթացքում օգոստոսի 3-ից 8-ը ընկած ժամանակահատվածում։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին օգոստոսի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, սիրելի խոյեր, ձեզ սպասվում է բարենպաստ շաբաթ։ Օգոստոսի 3-ից 5-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Օգոստոսի 5-ից 7-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի խոյակներ, փող եք ստանալու, իսկ 7-ից 9-ը կարճ ճանապարհ եք գնալու, լավ լուրեր եք ստանալու եւ հետաքրքիր հանդիպում է հնարավոր։ Սիրելի ցլակներ, բարեխառն շաբաթ է ձեզ սպասվում։ Օգոստոսի 3-ից 5-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, օգոստոսի 5-ից 7-ը զբաղվեք, սիրելի ցլակներ, ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Իսկ օգոստոսի 7-ից 9-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի ցլիկներ, փող եք ստանալու, ոսկե ցլիկ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ, օգոստոսի 3-ից 5-ը կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, այդ օրերը բարենպաստ են նաև on-line բիզնեսի համար։ Սիրելի երկվորյակներ, օգոստոսի 5-ից 7-ը զգուշացեք այնուամենայնիվ գաղտնի թշնամիներից։ Օգոստոսի 7-ից 9-ը բարենպաստ է ձեր արտաքին հմայքը եւ գեղեցկությունը ընդգծելու համար, նաև անձնական եւ գործնական հարցեր լուծելու համար։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ, օգոստոսի 3-ից 5-ը գործնական շատ կարևոր հարց է ձեզ համար լուծվելու, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի կամ նոր աշխատանքի հետ կապված, կամ կստանաք ինչ-որ շատ հետաքրքիր եւ գայթակղեցուցիչ առաջարկություն։ Օգոստոսի 5-ից 7-ը կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները, սիրելի խեցգետնակներ, կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը բարենպաստ նորերը նաև on-line բիզնեսի համար։ Եվ օգոստոսի 7-ից 9-ը սիրելի խեցգետիններ, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Սիրելի առուտիկներ, ընդհանուր առմամբ ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը, նամանավանդ ձեր ծննդյան օրերն են, արդեն սկսվել է ձեր ամիսը, համեցեք խորհրդատվության։ Օգոստոսի 3-ից 5-ը լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Օգոստոսի 5-ից 7-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված, աշխատանքի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված կամ ինչ-որ կարևոր շատ հետաքրքիր գայթակղեցուցիչ առաջարկություն կստանաք։ Սիրելի առյուծներ, օգոստոսի 7-ից 9-ը կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են այսօր նաեւ on-line բիզնեսի համար։ Օգոստոսի սիրելի կույսակներ, մի փոքր խնդիրներ են կույսերի մոտ, որովհետև գիտեք, որ մեկ ամիս առաջ ծննդյան օրվանից արդեն էներգետիկան նվազում է, արդեն թուլանում է էներգետիկան եւ այնտեղ հնարավոր է ինչ-որ բացասական ազդեցությունների ներթափանցում։ Այնպես որ սպասեք մինչեւ օգոստոսի 23-ը, երբ արեգակը մուտք գործի կույս, արդեն դուք ձեր
նորույկ այդ վիճակը կվերականգնվի։ Սիրելի կույսակներ, օգոստոսի 3-ից 5-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք հիվանդություններից, մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի վերցրեք, սիրելի կույսեր։ Օգոստոսի 5-ից 7-ը ձեզ սպասվում է ճամփորդություն կամ լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Օգոստոսի 7-ից 9-ը կիրագործվի ամենակարևոր ձեր նպատակը սոցիալական, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, ինչ-որ աշխատանքի, պաշտոնի հետ կապված կամ ինչ-որ հետաքրքիր առաջարկություն կստանաք, սիրելի կույսակներ։ Ամեն դեպքում համեցեք խորհրդատվության ավելորդ մանրամասնությունների համար։ Սիրելի կշերքներ, օգոստոսի 3-ից 5-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները, թե փչանան։ Օգոստոսի 5-ից 7-ը էքստրեմալ իրավիճակներ, զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք առողջության հետ կապված, իմիջիայլոց եւ ձեր տերիմների, ընտանիքի անդամների առողջության հետ կապված, նաեւ մեծ վարկեր կամ պարտքեր մի արեք այդ օրերին։ Օգոստոսի 7-ից 9-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար մի փոքր բարդ շաբաթ է սպասվում։ Օգոստոսի 3-ից 5-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջության հետ կապված հարցեր եւ խնդիրներ։ Օգոստոսի 5-ից 7-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Իսկ օգոստոսի 7-ից 9-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, ճանապարհներին խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի արեք։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն շաբաթ է սպասվում նաեւ ձեզ համար։ Օգոստոսի 3-ից 5-ը բարենպաստ է երեխաների հարցերը լուծել, լավ է հանգստանալ, լավ է հաճույքներ ստանալ, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար այդ օրերը։ Օգոստոսի 5-ից 7-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցեր եք լուծելու, սիրելի աղեղնավորներ, իսկ օգոստոսի 7-ից 9-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի այծ եղջյուրներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Օգոստոսի 3-ից 5-ը լուծելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եւ խնդիրներ։ Օգոստոսի 5-ից 7-ը երեխաների հետ կապված հարցեր եւ խնդիրներ, բարենպաստ են այդ օրերը հանգստի, հաճույքների եւ բիզնեսի համար։ Օգոստոսի 7-ից 9-ը սիրելի այծ եղջյուրներ լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջական բնույթի խնդիրներ։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ եւ ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Օգոստոսի 3-ից 5-ը կարճ ճանապարհ է գնալու, լավ լուրեր եւ հետաքրքիր հանդիպումներ։ Օգոստոսի 5-ից 7-ը լուծելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եւ խնդիրներ, հնարավոր է տան առքովաճառք, եւ օգոստոսի 7-ից 9-ը հիմնականում զբաղվելու եք երեխաներով, հաճույքներով եւ հանգստով։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար եւս բարեխառն է, բարենպաստ է գալիք շաբաթ։ Օգոստոսի 3-ից 5-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, ոսկե ձկնիկ փող եք ստանալու։ Օգոստոսի 5-ից 7-ը կարճ ճանապարհ, հնարավոր է հետաքրքիր հանդիպումներ եւ կարեւոր տեղեկատվություն կստանաք։ Օգոստոսի 7-ից 9-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով եւ խնդիրներով, հնարավոր է նաեւ տան առքովաճառ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում օգոստոսի առաջի շաբաթվա ընթացքում, օգոստոսի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ Աստրոմագիա եւ թալիսմանների երկրորդ մոգական անկրկնելի էքսկլյուզիվ ալիքին, որտեղ գրեթե ամեն օր նոր տեսանյութեր են լույս տեսնում ամենատարբեր կենսական խնդիրներից, բարդություններից ազատվելու բարեկեցության համար, սիրային ոլորտը կարգավորելու համար եւ այլն, այսինքն գրեթե կյանքի բոլոր ոլորտներին վերաբերվող առողջակարգեր ունեմ, սիրելի բարեկամներ։ Հետևեք ինձ նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում, նաև կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում։ Եվ ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ստեսություն։